Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ խոսել Քրիստիան Դիոր Ջադոր օծանելիքի մասին։ Ուրեմն, այս բույրը արտադրվել է Դուբայում, ինքը Դուբայում պատրաստում են բոլոր հայտնի օծանելիքների քոփին։ Հիմա, այս բույրից ես շատ շուտ ունեցել եմ, ինքը բավականին հին բույր է, Քրիստիան Դիոր Ջադոր։ Հիմա ես ցույց տամ։ Ուրեմն Քրիստիան Դիոր Ջադորն եմ ձեռք բերել, բայց տեսեք իրա տարբեր լինեյկաներ կա, ես ձեռք եմ բերել ոչ թե զմուգը, իմ վերցրածը այս բացն է, այսպիսի բացն է, ինքը տարբեր լինեյկաներ ունի։ Հիմա իրանք քոփի են արել, այս դուխին, ասեմ, որ 100%-ով հոտը նման է, որ ես մի հատ առա, օգտագործեցի, ու փոշմանեցի, որ էլի չեմ առա, ասեցի, այդքան ինչ ես անելու, Հեղինե ջան, ինչիդ պետքն է այդքանը։ Հետո ես լիքը առնում ես, սաղ նվերներս տալի, գումարներդ խնայի։ Ուրեմն, ես այս բույրը կարոտել էի, այտենց նոստալջի էի ուզում ապրեմ, հիմա այնքան լավ դուխիներ կա, էլ չասած, եթե մտնես խանութ, մեկը մեկից լավ դուխիներ կա, ու ամեն տարի նոր ինչ-որ բույրեր է դուրս գալի, ու չեմ էլ ուզում անդադ նոստալջի ապրելու համար ինչ-որ հետ գնալ ու այն հին դուխիներից վերցնել, որովհետև լինում է վերցնում եմ ու իրան չեմ օգտագործում, հետո տալիս եմ ընկերուհիներիս, մի աշխարհ գումար ես տալիս, ու ուղղակի կարոտել էի այս բույրը, ուզեցի նորից ձեռք բերեմ։ Ուրեմն, այս ֆիրման, հիմա ասեմ, այս Jack Wins գործարանն արտադրե, կա ուրիշ գործարան է, նրանը ընդհանրապես նման չէր Ջադորի հոտին։ Սա ծիծաղելի մի հատ գումարով եմ ձեռք բերել, 1600 դրամ 30 մլին, այն մյուս ֆիրման կարծեմ 1000 դրամ էր, բայց նա ընդհանրապես հոտը նման չէր, вообще խորտ չեմ տա ձեռք բերեք։ Ուրեմն, այս Jack Wins ֆիրման ինչ շատ դուր եկավ, անկեղծ շատ դուր եկավ, որովհետև ես այս բույրից ունեցել եմ, ինքը տարբերություն չեմ զգում, այն որ одинаковый։ Հիմա այն որ ինձ ուղղակի պետք էր կարոտս առնել այս բույրից, вообще իմաստ չուներ, ես տանի էի 70-80 հազար դրամ, չգիտեմ տայի, սանից առնեի, նո 100 մլին ավելի թանկ, ինչքան հիշում եմ, տանեի գնայի սանից առնեի։ Հիմա, սա գնել եմ Երևանից, Փակ շուկայի կողքը մի հատ կոսմետիկայի խանութ կա, մինչև Փակ շուկա հասնելը մզկիթի դիմացն է ընկնում, և կան դեպի Ռոսիա գնացող Տիգրան Մեծեր, չեմ հիշում հասցեն, հատ էլի տենց խանութ կա, իրանց նույն մասնաճյուղն է այդ խանութից։ Ուրեմն 30 մլի է ինքը, ես իրան արդեն այսքան օգտագործել եմ, գնել եմ ամսվա սկզբին, գնել եմ մի վայրկյան, հիմա ապրիլի 7-ն է, ես գնել եմ մարտի 23-ին եմ կարծեմ գնել, ու տեսեք արդեն իրան այսքան օգտագործել եմ, նենց էի կարոտել այս բույրը, էլ չասած, մի փոքր էլ լցրել եմ փոքրիկ շշի մեջ, որ ունենամ պայուսակիս մեջ, հոտը այն որ одинаковый, ընկերուհիներիս հետ տվեցի փորձեցին, ասում են, հա, նույնն է, իրանք էլ ունեին տանը, համեմատում են, ասում են նույնն է, մի ձեռքին մեկն անում, մի ձեռքին մեկը, ասում են նույնն է, ասում են, երբ ես գնալու, ինձ համար է բերես, ասում են, մի չեք անելու, դուք օրիգինալը ունեք, չի ասում անևսեքի ինձ համար բեր, ուղղակի ուզեցի կիսվեմ, որ սենց ֆիրմա կա, Երևանում այդ խանութը արդեն ասեցի Փակ շուկա չհասած, Ռոբերտոից որ դեպի գնում ես արդեն պիտի հասնես Փակ շուկա, Ռոբերտոն անցնում ես, այդտեղ մի հատ խանութ կա, կարծեմ Ռոբերտոից առաջ է, այդ խանութը չէ, Ռոբերտոից հետոն է ընկնում, մզկիթի դիմացն է ընկնում այդ խանութը, հիմա մեծացրել են, մի ժամանակ 2 հարկ էր, հիմա մեծացրել էին, մենակ դուխիները, մնացածը զարմացան աղբանոց կներեք այդ արտադրության համար, այնց վատ որակի ինչ-որ կոսմետիկաներ էին վաճառում, աղջիկներն առնում էին, զարմանում էի։ Ես այդ խանութ հիմնականում ինչի համար եմ մտնում եմ մազերի մասկա եմ առնում, Վաշամի ֆիրմայի, ուրա չորմիտեղ դրել եմ մասկաս, հա, այդ ֆիրմայի, Վաշամի ֆիրմայի մասկան եմ մենակ մտնում առնում, կերատինի,
Դրա համար եմ մտնում։ Կոսմետիկաները այնտեղ այնպես բաներ կա 1000-ից մեկը, որ ինչ-որ մի բան լավ բան լինի, առնես։ Օրինակ սա գնել եմ այդ խանութից ու գոհ եմ։ Highlighter-ը ինքը։ Շատ գոհ եմ, ես իրանով տարբեր բաներ եմ անում, օգտագործում եմ։ 650 դրամ էր, մեջը մի աշխարհ highlighter կա։ Օգտագործի կյանքում չի վերջանա։ Ահագին լցրել եմ տես թեյ գթալով տվեն գյուրիներին։ Հիմա, բայց կար կոսմետիկաներ, ինչ-որ շրթներքներ, մատիտներ, ծեներ, վաբշե չարժեր այնտեղից բան առնել, զարմանում էի ոնց են առնում։ Տոնայիններ, որ դա ձեր մաշկը հաստատ կվնասեր, նենց բաներ կար, որ իրոք չարժեր։ Բայց կոնկրետ օծանելիքը, ինչ վերաբերում օծանելիքին, արժեր։ Ես չգիտեմ, դժվար է 30 միլին վերջացնեմ, հետո ուզեմ էլի իրանից օգտագործեմ, բայց եթե էլի ուզեմ, հաստատ էլի կվերցնեմ ու բոլորին խորհուրդ կտամ, եթե ուզում եք ձեր գումարը խնայել ճամփորդությունների վրա, եթե չեք ուզում պրոստը անիմաստ ձեռք բերել մի բան, եթե կա նույնը 100%-ով նման է հոտը, նորից եմ ասում, վաբշե տարբերություն չկա, ձեռք բերեք իրան, իսկապես շատ լավն է։ Անկեղծ շատ լավ դուխի է, ես նացանեմ, ոյ, շատ լավն է։ Ու երևի թե էլի որ գնամ մի հատ է վերցնեմ, բայց ես միշտ տենց եմ անում, հետո գնում եմ մի հատ եմ վերցնում ու հետո այդ մի հատը էլ չեմ օգտագործում։ Ու լցնում եմ sense փոքր շշեր ունեմ, ինչ-որ շշիկների մեջ ու նվիրում եմ բոլորին։ Այսինքն շշերի մեջ եմ լցնում ու նվիրում եմ բոլորին։ Իսկ այս բույրը իմ պատրաստած բույրն է։ Հիմա տեսեք, թրենդայինը, ճիշտ ասա, կապ չունի սրա հետ, բայց հիմա ես ձեզ ասեմ։ Հիմա թրենդայինը մեկ բույր խառնելը, այսինքն որ գնես օծանելիք, մենակ պարունակի ժասմին կամ իլանգ, կամ վանիլա, կամ դրա հետ ինչ-որ պարունակ Զելենսկիի դուխիները, հա։ Ես պատրաստեցի ժասմին ու ով զգացել այս բույրը, ասում ինչ լավ բույր է։ Վայ, իսկականից շատ լավ բույր է։ Եվ ես ինքս սկսել եմ օծանելիքներ պատրաստել, մի աշխարհ գնել եմ եթերային յուղեր, ուրեմն ամենալավ ֆիրման սա է եթերային յուղերի, սա Նատալի Ֆարմում կա, սրանցից էլ եմ գնել, բայց հատուկ են ֆիրմաները, որ լավն է, որովհետև ոչ բոլորն է, որ ստոյկի է, և դուխիներ եմ սարքի, հիմա ես մի հատ դուխի եմ սարքի, հոտը այնքան նման է Givenchy մի հատ անունը մոռացա, Lintertit կարծեմ, բերգամոտի հոտ պարունակող օծանելիքա, շատ է նման այդ բույրին, ինչ եմ խառնել ես, ժասմին, իլանգ թեթևակի, չէ, ժասմին, իլանգ, մի փոքր վանիլ, մի փոքր ապելսին, շատ քիչ, և խառնել եմ բերգամոտ, ու մի տեսակ հիմնականում եղել է իր մեջ ամենաշատը ժասմին և բերգամոտ, և ստացել եմ հենց այդ Givenchy հոտին նման հոտ, ես Givenchy այդ հոտից ունեցել եմ, որ այնքան նման է այդ բույրին, դե բավականին ստոյկի է, և իր մեջ գլիցերին եմ ավելացնում, որպեսզի ստոյկի լինի օծանելիքը, գլիցերին, ես պրոստը կապ չուներ թեմայի հետ, ցույց տվեցի ձեզ, բավականին լավն է, պրոստը մենակ ժասմին վերցնեք, խառնեք սպիրտի հետ, մեջը գլիցերին ավելացնեք, շատ հետաքրքիր բույր է, մենակ ինքը իրանով նենց անուշ հոտ է, արտակարգ հոտ է, ժասմինը համարվում, տեսեք, վարդը համարվում է կորոլևա, իսկ ժասմինը պրինցեսա, օծանելիքի մեջ, իմացեք։ Այսքան օծանելիքի հետ կապված, եթե ինչ-որ մեկ իմ խորհրդով, Վանաձորում ես չեմ հանդիպել, ես Վանաձորից եմ, եթե ինչ-որ մեկ իմ խորհրդով կգնա Երևանի այդ խանութից կգնի, հետո գրեք մեկնաբանություններում հավանեցիք, թե չհավանեցիք, և նորից եմ նշում այս ֆիրման, Jack Wins, 1600 դրամ, և կգրեք, եթե գոհ լինեք, արդյոք իմ վիդեոն ձեզ օգտակար էր, սիրում եմ բոլորիդ, հաջողություն։